Շնորհակալ եմ տիկին նախարար հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ մի քանի բլից հարցեր, որ կխնդրեմ ավելի արագ պատասխանեք հարցերին։ Առողջապահության ամենամեծ խնդիրն այսօր փողը, կադրերը, թե վստահությունը։ Ամեն մեկից եւ։ Մի բառով հայկական բուժ համակարգը։ Արագ զարգացող։ Ձեր ամենադժվար որոշումը նախարար եղած ժամանակ։ Առողջության ապահովագրության գնալը։ Վերջին անգամ երբ եք պետական հիվանդանոց մտել առանց նախազգուշացման եւ ինչ եք արձանագրել։ Վերջերս։ Ինչ որ բան արձանագրվեց։ Շատ հաճախ, բայց ես այդպես, գիտեք, ես իմ գործելավոճը չի դա։ Ես անգամ զգուշացնելով, երբ որ մտնում եմ պետական բուժ հաստատություն կամ որևէ այլ հաստատություն, արդեն փորձառությունս թույլ է տալիս տեսնելու ամեն ինչ, անգամ երբ որ ամեն ինչ դասավորած է։ Առողջապահության ոլորտում ամենաշատը ինչի համար են ձեզ անարդար քննադատում, ինչի համար արդար։ Կարծում եմ անարդար քննադատություն չկա։ Եթե կա քննադատություն, ուրեմն պետք է լսես, դա ինչի մասին է խոսքը, քննադատություն։ Իսկ արդարացիորեն էլի շատ բաների համար եւ ես շատ ուշադիր եմ քննադատությանը եւ ինձ շատ օգնում է քննադատությունը։ Ամենացավոտ թեման նախարարությունում։ Երբ որ դեռ կան խմբեր, քաղաքացիներ, ովքեր դեռ ապահովագրված չեն, ունեն բուժօգնության կարիք եւ մենք դեռ նրանց ամբողջովին չենք կարողանում բավարարել, ինչը մեր առաջիկա 2 տարվա խնդիրն է եւ մենք դա էլ ենք լուծելու։ Բժիշկ, որին երբեք չեք մոռանում։ Ձեզ ասեմ, որ մանկաբույժներն ու սրտաբանները հատուկ մարդիկ են։ Այնքան հետաքրքիր է, շատ տարբերվում են։ Վերջերս նշում էինք մեր հայրենակցի Բագրատ Ալեքյանի ծննդյան տարեդարձը, միջազգային համբավ ունեցող եւ Հայաստանին նվիրված եւ այսօր էլ մեզ հետ այսպես ուսուսի Հայաստանի զարգացման, Հայաստանի բժշկական համայնքի զարգացման ապրում է եւ նորից կրկնում եմ, սրտաբանները լրիվ մի յուրահատուկ մարդ են։ Դուք ավելի շատ լսում եք մասնագետներին, թե քաղաքական թիմին։ Եվ Հեռախոսազանգ, որից հետո չեք քնել։ Ոյ, շատ է լինում այդպես։ Շատ։ Մասնագիտական, թե նաև որդիներից զանգ։ Հիմա որդիներից մասով հանգիստ եմ ավել, բայց օգոստոսի 8-ից առաջ գիշերը երևի մի 10 անգամ վեր ես թռնում։ Նայում ես արդյոք կարող է զանգ ա եղել, որ չես նկատել, բայց փառք Աստծո այդ ժամանակները արդեն անցյալում են։ Եթե մեկ հիվանդանոց պետք է ցույց տաք որպես օրինակ, որը կլինի դա։ Ուրախ եմ, բայց դրանք շատ են։ Եվ մի քանի օրից մենք կբացենք Սիսիանի բժշկական կենտրոնը, որը էլի ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ լավագույն բժշկական կենտրոններից է դառնալու մարզային։ Ձեր աշխատանքում ավելի շատ քաղաքականություն կա, թե բժշկություն։ Դե իհարկե քաղաքականություն։ Առողջապահությունը ինքնին քաղաքականություն է։ Քաղաքականությունը մեր կյանքի բոլոր ոլորտների մասին որոշումներ կայացնելու մասին է։ Մի բան, որ հանրությունը չգիտի ձեր աշխատանքի մասին։ Էմոցիոնալ առումով դժվար։ Ձեր ամենամեծ վախը որպես նախարար ունեք։ Իհարկե, հիասթափեցնել եւ ժամանակը ճիշտ չօգտագործել, չկայացնել որոշումներ հանկարծ, վախենալ, որ դեռ ժամանակը չի ու պահը բաց թողնել, բայց կարծես թե մենք նման գործելավոճով չենք առաջնորդվում։ Եղել է ժամանակ, որ հրաժարականի մասին եք մտածել։ Չէ, երբեք։ Երբ որ ես պատասխանատվություն եմ վերցնում, ապա վերցնում եմ ամբողջովին եւ ինքս երբեք հետքալ չեմ անի։ Նիկոլ Փաշինյանից ամենակոշտ դիտողությունը ինչի համար եք ստացել։ Եղել են արդարացիորեն, հիշում եմ, չեմ մոռանա, կառավարության նիստին մեկ անգամ պատվաստումների գործընթացի հետ կապված բավական կոշտ արձագանք ունեցա, ինչը ստիպեց հավաքել ուժերը, ել ավելի մեծ ջանքեր ներդնել եւ ուղղել այն բացթողումները, որոնց համար ստացել էի այդ արձագանքը։ Նեղվել եք, փաստորեն։ Իհարկե։ Եթե մեկ նախադասությամբ դիմենք բժիշկներին, ինչ կասեք։ Շատ գնահատում եմ ձեր աշխատանքը, ձեր մարդկանց ցավը, խնդիրները եւ ամենածանր վիճակում իրենց կողքը լինելու հմտությունն ու այդ մարդկային որակները շատ սիրում եմ մեր բուժ անձնակազմին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին։ Ձեր ամուսնու հետ հանգիստ Մալդիվներում, թե կառավարության նիստ։ Վայ։ Կսեթևեթեմ, եթե ասեմ կառավարության նիստ։ Սուրճ ձեր ամառանոցում, թե ուրախ ավտոբուսում։ Ուրախ ավտոբուսում, շատ հաճելի է միջավայրը։ Եվ շոփինգ, թե փարթի ԿՊ թիմի հետ։ Երևի թե շոփինգ սիրում եմ, շոփինգ։ Տիկին նախարար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Արմնու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։